Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է, Փակ TV-ն, որը միշտ իր ունկնդիրների հետ է։ Այսօր էլ իհարկե մեր հեռուստաալիքում ամենակարևորը փաստերն են, անակնկալ բացահայտումները եւ իհարկե կարծիքները։ Կարծիքները բոլոր այն մարդկանց, ովքեր գալիս են մեր տաղավար։ Իսկ այսօր մեր տաղավարում ենք իսկապես բացառիկ հյուրեր, պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն է մեր հյուրը։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ, համակիրներ այս հաղորդման։ Շատ վաղուց չէինք հանդիպել, բայց այսօր շատ կարևոր է, որ դուք մեր տաղավարում եք, որտեղ դուք այն եզակի մարդկանցից եք, ով իսկապես անչափ մեծ ծառայություն ունի մեր նոր անկախ պետության կայացման գործում եւ հասկանում եմ, թե որքան Հայաստանի Հանրապետության հետ։ Իհարկե իրավիճակը աշխարհում գնալով ավելի է այսպես բարդանում։ Տեսեք, Իսրայելը սկսեց իր ակտիվ գործողությունները Իրանի դեմ, ռմբակոծելով Իրանի միջուկային բոլոր կենտրոնները եւ սա սարսափելի պատերազմի սկիզբն է։ Պիտի ասեմ, որ պատասխանը չուշացավ Իրանն էլ իր հերթին ռմբակոծեց Իսրայելը Թել Ավիվը։ Հիմա տեսեք, այս իրավիճակը ինչ զարգացումներ կարող են ունենալ։ Մեզ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Պարոն Ղուշյան, Իրանի միջուկային ծրագիրը բոլորի համար պրոբլեմատիկ էր, որովհետև ատոմային ռումբ ունենալը այս տարածաշրջանում չլուծված խնդիրներով տարածաշրջան են, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, արկախված խնդիրներ կան։ Օրինակ հենց Իրանի հարևանությամբ Իրաքում արդեն քանի տարի է, 20 տարի է, լուրջ պրոբլեմներ կան։ Քրդական խնդիրը, շիա մահմեդականների խնդիրը, սուննի մահմեդականների խնդիրը դեռևս լուծված չի, այդ պետությունը դեռևս չի հանդարտվել։ Սիրիայում բոլորովին վերջերս, տեսեք ինչ իշխանություն է եղել։ Մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ասաց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 4 շաբաթվա ընթացքում ոչնչացրեց իսլամական պետությունը։ 4 շաբաթ մեզ պետք եղավ, ինքն է հայտարարում, որ արմատախիլ անենք իսլամական պետությունը տարածաշրջանում։ Պատկերացրեք դա։ Հիմա ընդհանուր առմամբ այստեղ երկու կայուն պետություն կա, մեկը հրեական պետությունն է, մեկը հայկական պետությունն է, որոնք որ ագրեսիվ չեն, վտանգ չեն սպառնում հարևանների համար, ոչ թուրք են, ոչ արաբ են, ոչ պարսիկ են։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է, հայերը եւ հրեաները այդ իմպերիաներից ոչ մեկին չեն պատկանում։ Իրենք իմպերիալիստ չեն, վտանգ չեն ներկայացնում հարևանների համար։ Այսինքն Իրանը բավական լուրջ ռեսուրսներով պետություն է, նրա ինչին էր պետք ատոմային ռումբը, որպեսզի ոչնչացնի հրեական պետությունը, գրած է, իրենց քաղաքական ծրագիրը դա է, սպանել Ամերիկային եւ սպանել հրեական պետությունը։ Դա է բոլոր իրենց ելույթները սկսում են դրանից, Կարթագենը պետք է քանդվի, կատոն են դարել էլի, ասում են հրեական պետությունը պետք է ոչնչացվի, Ամերիկային մահ, ու այդպիսի պետությունը ուզում է ունենալ միջուկային զենք։ Մանել ես կարծում եմ, որ այսինքն պատերազմը սկսել է Իրանը, երբ որ հայտարարում է, որ հրեաները պետք է պետություն չունենան, թող սփռվեն աշխարհով մեկ, ապրեն իրենց համար, ոնց որ Իրանում հրեական համայնքը։ Իրենք դա ասում են մեր օրինակ Իրանում կա հրեական համայնք, որը շատ լավ ապրում է, հարգում ենք մենք նրանց կրոնական առանձնահատկությունները, հրեաները լավ էլ ապրում են Իրանում, թող սփռվեն, գնան որտեղից որ եկել են, սրանից 50 կամ 70 տարի առաջ, թող գնան այնտեղ էլ ապրեն։ Իսկ դա արաբական երկիր է։ Հրեական պետության տարածքը դա արաբական է։ Նախահարցակը այս դեպքում Իրանն է, բոլոր իրենց հարգող հարգարժան պետությունները ճանաչում են որևէ երկրի ինքնապաշտպանության իրավունքը։
այ ոնց որ մեր երկիրը ինքնապաշտպանության իրավունք ունի։ Ճիշտ այդպես էլ հրեական պետությունը ինքնապաշտպանվելու իրավունք ունի եւ կանխել է հարվածը։ Հիմա փաստորեն երկրորդ օրն է, փաստը մնում է փաստ, որ բավական լուրջ ռազմական թիրախ է եղել հրեական պետությունը, Թել Ավիվի կենտրոնը Թել Ավիվի ռմբակոծվում է։ Նշանակում է, որ հրեաները ճիշտ արեցին, որ առաջինը սկսեցին, նախահարձակ եղան ինքնապաշտպանության նկատառումներով։ Հիմա մեր մասին, մեզ համար շատ կարևոր է իրանական պետությունը, Իրանը, պարսկական պետությունը, եթե կուզեք։ Այդ Իրանը նացիստական անուն է, արիացիների պետությունը, ոչ մի արիացի չկա, սովորական պարսիկներ եւ թուրքեր են արաբների հետ։ Ուրեմն մեզ համար կարևոր է, որովհետեւ նրանք հակամարտության մեջ լինելով Թուրանի հետ մեզ գնահատում են որպես դաշնակից։ Եվ մանավանդ այսօրվա օրակարգում Սյունիքի խնդիրը իրենց համար կենսական խնդիր է։ Իրանի համար կենսական խնդիր է Սյունիքը, որովհետև արևելքում Պակիստանը թշնամի պետություն, հյուսիսում Ռուսաստանը թշնամի պետություն, հարավ-արևմուտքում արաբական պետությունները թշնամի պետություններ։ Հիշեք տասնամյա պատերազմը Իրաքի հետ, ամբողջ արաբական աշխարհը մոբիլիզացվել էր, օգնում էր Իրաքին Իրանի դեմ պատերազմի ժամանակ։ Հյուսիս-արևմուտքում Թուրքիան, Օսմանյան Թուրքիայի իրավաճորտը, դարավոր թշնամին Բյուզանդիայից սկսած, Ալեքսանդր Մակեդոնացուց սկսած Իրանի թշնամին, միակ երկիրը, որը չի սպառնում Իրանի անվտանգությանը, Իրանի տարածքի ամբողջականությանը, Իրանի մշակույթին չսպառնացող միակ երկիրը Հայաստանն է իր հարևանների մեջ։ Այսինքն մենք շատ կարևոր նշանակություն ունենք Իրանի պարսկական պետության համար։ Նրանք պետք է փայփայեն, ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանը լինի կենսունակ եւ իրենց սահմանակից։ Նրանք պետք է թույլ չտան, նախ պետք է թույլ չտային 20 թվականի 44 օրյա պատերազմի արդյունքը։ Ճիշտ այնպես ինչպես Թուրքիան մասնակցեց Ադրբեջանի կողմից պատերազմին, այդպես էլ իրենք պետք է մասնակցեին մեր կողմից պատերազմին, որպեսզի ապահովեն իրենց հյուսիսային սահմանների անվտանգությունը։ Հիմա եթե առիթից օգտվեն Թավրիզի թուրքերը, միանան կամ բյուզանդական Թուրքիային, Օսմանյան Թուրքիային կամ Ատրպատականի թուրքերին, Բաքվի թուրքերին, լավ այլ լինելու իրենց համար։ Ես կարծում եմ, որ մենք դժգոհելու իրավունք ունենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը դիտորդի կարգավիճակ ուներ։ Եթե Թուրքիան մասնակցում է որևէ բանի, ուրեմն Իրանը պետք է լինի դրա հակառակորդը։ Իրանը իր դերը չկատարեց որպես հակառակորդ, մեր դաշնակիցը չէր զենքի, սպառազինության, զինամթերքի, որպես դաշնակից ինքը մեր կողքը պետք է կանգներ իր անվտանգությունից ելնելով։ Հիմա ես ասում եմ, որ անկախ նրանից ինչ ընթացք կստանա պատերազմը, այսինքն մի ընթացքը ակնհայտ է։ Չի կարող հրեական պետությունը լիկվիդացվել։ Ուղղակի Միավորված ազգերի կազմակերպությունը թույլ չի տա։ Իսկ գերտերությունները արդեն իրենց կարծիքը հայտնել են, Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Ֆրանսիան արդեն հայտնել են իրենց կարծիքը, որ հրեական պետությունը անձեռնմխելի պետություն է։ Չի կարող ոչնչանալ հրեական պետությունը, դա հրեաների հայրենիքն է։ Ուրեմն մյուս կողմը մնաց։ Ուրեմն Իրանը թող իր համար հետ պատերազմյան ծրագրեր մշակի։ Ես կարծում եմ, որ մեզ համար այո չափազանց վտանգավոր է, որովհետև եթե 1 միլիոն, 2 միլիոն տարանցիկ գաղթականներ շարժվեն դեպի Եվրոպա, դեպի Ռուսաստան, դեպի Սովետի պետությունները մեր տարածքով, այո, մեր ենթակառուցվածքները չեն դիմանա, մեր հյուրանոցները, ջրի պաշարները խմելու, վառելիքի պաշարները, բժշկական օգնության հնարավորությունները, մի քանի միլիոն մարդ մենք չեն կարող Սյունիքով ապահովել նրանց արտագաղթը Իրանից, եթե այնտեղ սկսվի քաղաքացիական պատերազմ։ Իսկ քաղաքացիական պատերազմ շատ հնարավոր է, որտեղ լուրջ լարվածություն կա էթնիկ թուրքերի եւ էթնիկ պարսիկների մեջ։
Այսքան է իմ կարծիքով։ Պարոն Արշակյան, փաստորեն իսրայելա-իրանական Ադրբեջանի համար, որպեսզի նա հարձակվի զանգվածի վրա, այսինքն իրականացնի իր այդ ագրեսիվ ծրագիրը։ Հայաստանի վրա հարձակվել։ Դա իրեն Այո։ հարձակվել Հայաստանի վրա նշանակում է Եվրոպային պատերազմ հայտարարել, Ռուսաստանին պատերազմ հայտարարել։ Այդ վախը մեր մեջ տարածում են։ Գաղափարական դիվերսանտները վախ են վաճառում Հայաստանում մեծ քանակությամբ եւ էժան։ Չի կարող Ադրբեջանը ինքնասպանություն կգործի։ Չի կարող նա Միավորված ազգերի կազմակերպությունում ճանաչված տարածքները անեքսիայի ենթարկել։ Չի կարող։ Ուրեմն այդպիսի ծրագիր, եթե մենք չենք ելնում խելագարության կանխավարկածից, հիմա Ադրբեջանի համար շատ ավելի կարևոր է Ատրպատական նահանգը պարսկական։ Թավրիզն է կարևոր, Թեհրանն է կարևոր։ Բա որ մի 10 միլիոն գաղթական ներխուժի Ադրբեջան, գաղթական կանայք, երեխաները, ծերունիները, կամ հենց երիտասարդ տղամարդիկ, որ փախնում են քաղաքացիական պատերազմից ու ուր են գնում, դեպի իրենց դավանակից կամ հայրենակից Ադրբեջան, դեպի Բաքու։ Դուք պատկերացնում եք Ադրբեջանի վիճակը ինչ կլինի։ Այդ նրանք դրա մասին պետք է մտածեն։ Մի ամիս հետո Արաքս գետը ոտքով կարելի է անցնել։ Երեխաները կարող են ոտքով Արաքս գետը անցնել, ծանծաղ է լինում։ Ինչ են անելու, կրակելու են։ Թուրքերը թուրքերի վրա կրակելու են դավանակից։ Նույն էթնոսն է, չէ։ Այնտեղի թուրքերը եւ Արաքսի այս ափի թուրքերը նույն ժողովուրդն են։ Ինչ են անելու, եթե 10 միլիոն մարդ արտաքսվի, պարսիկները դու գիտեք, որ կոշտ ժողովուրդ են։ Ինչ են անելու։ Նրանց հիմա Զանգեզուրով ուր են գնալու։ Զանգեզուրով ուր են գնալու։ Նախիջևան։ Բայց նախիջևանցիները ուր գնան։ Եթե այնտեղից մեծ հոսք լինի, եթե պատերազմը թեժանա եւ պատերազմը այդպիսի ընթացք ունենա քաղաքացիական կռիվների, ուզում ասել, որ չի կարելի մտածել, որ Ադրբեջանում բոլորը իդիոտ են։ Հայաստանը ուրիշ խնդիրներ ունի։ Այդ չարաբաստիկ վիճակը դարձնել Հայաստանի համար շահեկան։ Այն ինչ որ բան ձեռք բերել, օրինակ կարգավիճակ հատուկ տեսակի, հատուկ կարգավիճակ, բուժօգնության, սննդամթերքի ապահովման, դեսպանատների, ես չգիտեմ, խաղաղարար ուժերի համար օդանավակայան, երկաթուղի, սննդամթերքի պահեստներ, այ Հայաստանը դա կարող է շահել որպես մարդասիրական օգնության տարածք, պահեստ, եթե կուզեք։ Դա կարող ենք մենք անել, ապահովել այնտեղ աղետի ենթարկված իրանցիների օգնությունը, մենք այստեղ կարող ենք կազմակերպել, օդանավակայանը ապահով է, երկաթուղիները ապահով են, տրանսպորտը ապահով է, մարդիկ բարյացկամ են եւ տոլերանտ, հայ ժողովուրդը տոլերանտ է, չենք հարցնելու թուրք ես, արաբ ես, պարսիկ ես, դրբախտության մեջ մարդին ապաստան կտանք, մի բաժակ ջուր կտանք, մի կտորել հաց։ Այն դա կարելի է օգտագործել, եթե վատթարագույն դեպքում, ես ասում եմ, եթե վատ լինի, մենք ինչ կարող ենք անել, մենք կարող ենք հումանիտար օգնություն ցույց տալ հարևան երկրի ժողովրդին։ Իսկ եթե լավ լինի, այսինքն նրանք կարողանան հաշտություն, խաղաղության գնալ, զինադադարի գնալ, դե դեպքում էլ մեր դերը էլի մեծ է, որտեղ մնում ենք Իրանի համար ամենաանվտանգ, ամենաբարյացկամ տարածքը։ Պարոն Արշակյան, Հայաստանում այնուամենայնիվ այսօր այնպիսի իրավիճակ է, որ ցանկացած պահի կարող է սկսվել պատերազմը հարևան պետության հետ, քանի որ Ալիևն էլ լկտի հայտարարություններով իր շարունակում է մեզ, այսպես ասած, կարող է մեզ անշարունակել։ Պատերազմ սկսողը հայտարարություններ չի անում։ Այ ոնց որ Իսրայելը, հրեական պետությունը ոչ մի հայտարարություն չէր արել։ Սուսուփս գիշերը ռմբակոծեց, ոչնչացրեց ռազմական վերնախավը։ Սուսուփս գիշերը ժամը 3-ին քնած իմիջիալից կոնվենցիայի տեսակետից դա խախտում է։ Այ Ժնևյան կոնվենցիայի Իսրայելին կարելի է դրանում մեղադրել։ Գիշերը ժամը 3-ին չէր կարելի։
Ժամը 7-ից հետո կարելի էր պատերազմը սկսել, մարդիկ քնած են։ Ուրեմն, եթե Ադրբեջանը եւ Ալիևը լուրջ են, եթե խելագար են, եթե ասում եմ խելագարության կանխավ, եթե խելագար են, այո կարող են հարձակվել եւ կկորցնեն իրենց երկիրը։ Կկորցնեն իրենց երկիրը։ Նախ եւ առաջ նրանք պետք է տրորելով անցնեն եվրոպացի դիտորդների վրայով։ Այսինքն նշանակում է պատերազմ հայտարարել Եվրոմիությանը, ՆԱՏՕ-ին։ Կարելի է կանեն, որ իբր շատ լավ վիճակում են, հիմա էլ Ռուսաստանի ընտրեց մի բան է պետք էլի, որ ինքն ասի, որ դե ես չնայած եղբայրներ ենք մենք, ռուս-թուրքական դաշինք ու չգիտեմ ինչություն կա, բայց դե քանի որ կոպիտ սխալ եք արել, մենք ձեզ պետք է պատժենք։ Ես կարծում եմ, որ չկա, դա մեզ հուսալքող, վախեցնող պրոպագանդա է։ Ալիևը օգնում է այստեղի պրոպագանդիստներին վախ տարածող։ Ոչ մի բան չի կարող։ Եթե անելու լիներ, զորքերը կմցներ, կանցներ, ինչն է խանգարում։ Ինչն է խանգարում իրեն հիմա առանց ասելու մտնել։ Ինչն է խանգարում Երևան քաղաքը գրավել, մատենադարանել, վառել։ Ինչն է խանգարում սարսափը, որ չի կարող անել դա։ Չի կարող։ Որ կարողանար կաներ, էլի չէր ասի։ Չի կարողանել, պետք չի վախենալ։ Հարկավոր է լավ զինվել, լավ, հիմա օրենք են քննարկում բանակի մասին, իմ կարծիքով Վարունգի Բոստանից այդ դրանք վարունգ աճեցնողներ պետք է լինեն, որ մենակ ջրես վարունգը ինքը աճում է։ Ոչինչ պետք չի, ջուր լցնում ես ինքը աճում է։ Այդ դրանք հիմա ազգային ժողովում քննարկում են դա։ Դուք գնացեք բանակ, ինքներ ձեր երեխաներին ուղարկեք բանակ, ձեր աղջիկներին ուղարկեք բանակ եւ շատ լավ կլինի մեր բանակի վիճակը։ Ձեր եկամուտները հավասարացրեք սպաների, ռոճիկների հետ եւ լավ բանակ կունենանք։ Նստել են մեր ռեսուրսները մսխում են։ Ազգային ժողովի մասին է խոսքս։ Գնացեք բանակ, թողեք ձեր մանդատները, գնացեք բանակում ծառայեք եւ ձեր երեխաներին ձեր հետ տարեք։ Տարեք սահմանի վրա կանգնացրեք ձեր աղջիկներին։ Ու տեսեք ինչքան լավ կլինի հայկական բանակը։ Այդ նեխած կանսերվեն չեք տա մեր զինվորներին։ Նեխած ուտելու թունավոր կանսերվա են տալիս հիմա։ Զինվորի պայոկը դա է։ Նստեք կերեք ու ազատեք այդ տարածքը, ով որ դա կերավ երկար ժամանակ բժշկական օգնության կարիք կզգա։ Ասում զբաղմունք է դա։ Թող գնան զբաղվեն։ Հայկական պետությունը պետք է ունենա լավ բանակ, լավ տնտեսություն, լավ իշխանություն։ Ընդհանրապես դա է մեզ պետք, ոչ թե վախը տարածել, հա եկան, վայ, Ալիևն ասեց գալիս եմ։ Դուք ինչ եք այդքան շատ Ալիևին լսում։ Բանուգործ չունեք։ Ալիևն դեռ ինչ որ բան է անում, նատուրալիստական բաներ կան։ Զանգտեղ արձագանքում են։ Ինչ գործ ունեք նրանց հետ։ Ձեր բանակը պահեք, ձեր տնտեսությունը պահեք ու հանգիստ ապրեք։ Բազարը։ Բանակը հիշատակեցիք, տեսեք, ազգային ժողովում ուզում են օրենք անցկացնել, որ այսքան միլիոնով, այնքան միլիոնով մարդը կարող է ազատվել, չծառայել, սա ինչ հայտարարություն է։ Կարծում եք այդ օրենքը կարող է ի վերջո անցնել։ Դրանք կանցկացնեն, որտեղ իրենք հենց այդպիսին են։ Փողով ազատելու մասին չպետք է լինի քննարկումը, փողով ծառայելու մասին։ Շեշտը պետք է փոխվի։ Ինչքան փոխտանք, որ լավ ծառայեն, որ լավ կադրերը գան բանակ։ Այդ դրա պետք է լինի օրակարգը։ Ինչ արտոնություններ տանք երիտասարդ կնոջը, երիտասարդ տղամարդին, որ գա բանակում ծառայի, դա պետք է քննարկեն, իրենք ընդհակառակը կոռուպցիոն ծրագրեր են քննարկում։ Իրենց գլխի մեջ դա է կոռուպցիա, փող շինել, փող քերել ինչ որ տեղից։ Ահա, հարուստ զինվորը ինչ է կոչում, զինապարտիկից փող քերենք։ Քերենք էլի, այդ քերում են, կաշին հանում են։ Ումից կարելի է փող պոկել։ Ասում են հարուստների երեխաներից։ Չէ։ Շատ փող տվեք, թող հարուստները իրենց երեխաներին ուղարկեն բանակ։ Արտոնություն տվեք։ Պարտադիր լինի, որ ընտրովի եւ նշանակովի պաշտոնյան պետք է բանակում ծառայած լինի եւ սահմանում ծառայած։ Ոչ թե Երևանի կայազորում։
պաշտպանության նախարարում դնևալ լինի։ Չէ, ծառայած լինի, իսկական ծառայություն կատարի։ Այդ դա պետք է քննարկեն։ Բայց դրանք նստել են ինչ են քննարկում, ումից փող պոկենք։ Դա են քննարկում, ումից փող պոկենք։ Բանակից փող մի պոկեք, զինապարտից, զինակոչիկից, ծնողներից փող մի պոկեք։ Փող տվեք, ձեր փողը տվեք, դուք գնացեք, նես լինի, որ դուք էլ ուզենաք գնաք։ Հայկական բանակ այնպիսի բանակ պետք է լինի, որ մարդիկ ուզենան գնալ այդտեղ ծառայել։ Գայթակղիչ լինի, գրավիչ լինի։ Ես ասում եմ, չէ, կարելի է փորձ անել, այ հիմա գնացեք դիրքերից պահածոները հավաքեք, տեսեք ինչ որակ է, հագուստը զինվորի, կոշիկները զինվորի, սաղավարտը զինվորի, զրահաբաճկոնը զինվորի, այդ դա լավացրեք, որ մարդը գնա ծառայի։ Ես քանի որ հրյաների մասն ենք խոսում, հրեական պետությունում գիտեք, որ հերթագրվում են, արտասահմանից մարդիկ ուզում են գան հրեական բանակում, կռվող հրեական բանակում ծառայեն, հերթ են կանգնացնում տարիներով։ Փաստ հրեական բանակը հիմա ամեն մարդի չի ընդունում։ Հերթ են Սփյուռքի հրեաները իրենց համար պատիվ է, գան հրեական բանակում ծառայեն։ Գիտեք 3 տարի է, աղջիկների 2 տարի են ծառայում։ Ու ծառայությունից հետո 4 տարի հասանելի պետք է լինեն։ Այդ պետք է գրանցվեն, այստեղ ենք բնակվում, Նյու Յորքի այսինչ թաղամասում, որ հենց պետք լինի գան հասնեն ծառայության։ Օրինակ վերցրեք, հայ հրեաները, տեսեք ինչ արեցին։ Ինչով ենք պակաս, 1959 թվականին Իսրայելի և Հայաստանի բնակչությունը նույնն էր։ Իսրայելը, Հայաստանի Հանրապետությունը, Տաջիկստանը և Մարդովական ավտոնոմ հանրապետությունը ունեին 1,5 միլիոն բնակչություն։ Մարդովական հանրապետությունը այսօր ունի 450,000 բնակչություն։ Հայաստանի Հանրապետությունը դեռ չգիտենք ինչքան է, բայց 2 միլիոն են ասում։ 2 միլիոն բնակչություն։ Իսրայելը, հրեական պետությունը 9 միլիոն բնակչություն, որոնցից 7,5 միլիոնը էթնիկ հրեաներ են։ Տեսնում եք պետությունը որն է։ Տաջիկստանում էլ 10 միլիոն, էդ էլ ասեմ։ 10 միլիոն էլ Տաջիկստանում է ապրում։ Տեսնում եք հրեական պետությունը մեզ հետ ստարտային։ Մենք նրանցից 20 տարի ավելի շուտ ենք ստեղծել պետություն։ Ճիշտ է, կիսանկախ, բլա, սովետական բան, բայց պետական ինստիտուտներ են եղել, հանրագիտարան ենք ունեցել, օպերա, երգիպարի խումբ, Վանուշ Խանամիրյան, բայց տեսեք ինչ են անում, 200 կործանիչ միանգամից գրոհում է պարսկական պետությունը, 200 կործանիչ միանգամից օդ է բարձրանում այդ պետությունում։ Պատկերացրեք, այդ դրանց հետ պետք է համեմատվել, թե չէ ասում են 1913 թվականի համեմատ Երևան քաղաքում գիտեք քանի կիլոմետր ասֆալտ է արված։ 1913 թվականին Նիկոլայ II-ի ժամանակվա հետ են, այստեղ որ մենք Նիկոլ ունենք, այնտեղ են Նիկոլ ունեին, այսինքն Նիկոլի հետ։ 1913 թվականին Նիկոլայ II-ի ժամանակ Երևանսկի օբլաստի Աստաֆյան փողոցում ասֆալտ չկար, հիմա կա։ Ասում որ մի լսեք այդ Ալիևին, զինվորին զենք տվեք, լավ պահեք, Ալիևը թող իր համար ինչքան ուզում է խոսի, իր ժողովրդի կարիքների համար։ Պարոն Արշակյան, կարծես թե կոռուպցիայի դեմ պայքարը մեզանում ակտիվանում է, լսել եք հավանաբար, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին էին ձերբակալել, ինչ զարգացումներ կան այստեղ։ Գիտեք, այս նախկին ներկա ունևորներից երևի Հովիկ Աբրահամյանը բացառիկն է, որ նախկինում էլ է ունևոր եղել։ Դեռ սովետական միության կոոպերացիաների ժամանակ Հովիկ Աբրահամյանը ունևոր է եղել։ Նա ընդհանրապես իր ունեցվածքով է մտել իշխանություն։ Ես մտածում եմ, որ եթե պետք է ինչ-որ մեկը վերջում պատասխանատվության ենթարկվեր ունեցվածքի համար, դա հենց Հովիկ Աբրահամյանն է, վերջում, այ որ բոլոր Ռոբիկը, Սերժիկը, Մերժիկը, դրանք բոլորը, որ արդեն ունեզրկված լինեին,
բերդում նստած լինեին, պետք է նոր Հովիկն ասեր, դե որ դրանց տարել եք ինձ էլ տարեք։ Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրամյանը ունևոր է եղել։ Շատ շատերը կային, որ այ բենական կարգով պետք է արդեն լինեին բանտում, բայց նրանք ազատության մեջ են կամ սփյուռք են դարձել։ Ես կողմ եմ, որ բոլոր թալանչիները ունեզրկվեն եւ պատժվեն։ Ոչ միայն նրա համար, որ թալանել են, այլ որ մյուսները իմանան, որ ի վերջո պատասխան են տալու։ Բայց ես ասում եմ, քանի որ Հովիկն է, Ռուբիկը Հայրապետյան, Ռուբենը Հայրապետյան, Աշոտյանը Արմենը, այդ դրանց վրա է ուժները պատում։ Բրեն մյուսներին բերեք։ Այն մյուսներին բերեք։ Պաշտպանության նախարարներին բերեք։ Գլխավոր շտաբի պետերին բերեք, դատախազներին բերեք, ռեժիմը ապահովողներին բերեք։ Թող բերեն։ Հովիկին բռնեցին, Հովիկը ուր էր, որ ստեղ էր էլի։ Այն մյուս Հովիկին էլ դե տարեք, բա մի հատ էլ Հովիկ ունենք, չէ՞ չարաշահող։ Մի Հովիկ չի, մեր մոտ փոթորիկներ կան։ Փոթորիկներին թողել են, Հովիկներին են բռնում։ Եղավ պարոն Արշակյան, ինչպես միշտ դուք այսօր էլ մեզ հետ շատ բաց եք եւ անկեղծ, ես ուզում եմ ասել, որ մենք անպայման ձեզ հետ կապը պահելու ենք, շնորհակալ եմ այսօրվա համար եւ ամենակարևորը հուսանք, որ մեզանում ամեն ինչ լավ է լինելու։ Սիրելի բարեկամներ, մեր պետական գործիչներից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էր, Փակ TV-ի տաղավարում։ Մնանք լավատես։ Ներողություն, պարոն Ղուշյան, ավանդաբար ես հիշում եմ, որ ձեզ հենց որ տեսնում եմ, բաց TV-ն եմ հիշում, բաց խոսքն եմ հիշում, դրա համար բաց եմ խոսում։ Եղավ պարոն Արշակյան, դե դուք միշտ համոզված եք, որ բոլոր այն հեռուստաալիքները, որտեղ մենք աշխատում ենք, միշտ բաց է եղել թափանցիկ։ Չեք սխալվում։ Փակ TV շարունակում է այդ պարոն Ղուշյան, հրավիրեք կգամ։ Ես հույս ունեմ, որ վիրահատությունից հետո բարեհաջող կվերադառնամ։ Այսօր այսքանը, ցտեսություն։